Տիկին Մկրտչյան, դուք ինչպես եք գնահատում ստեղծված իրավիճակը, ամենայն հայոց կաթողիկոսը եւ Գերագույն խորհրդի 6 եպիսկոպոսներ այս պահին դատարանում են նրանց գործով առաջին նիստն է մեկնարկել։ Այստեղ գնահատելու բան չկա, այստեղ ակնհայտ որակում կա, հանցագործություն է տեղի ունենում այսօր հայ ժողովրդի, հայ քրիստոնյաների նկատմամբ ու հայկական պետության նկատմամբ, եւ այդ հանցագործությունը պլանավորվել եւ իրականացվում է թուրքահպատակ Նիկոլի կողմից։ Ես ցավում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում իրավապահ համակարգը կազմող շրջանակներ, որոնց շատ ավելի ճիշտ ու դիպուկ կլինի անվանել Նիկոլա հպատակ շրջանակներ, այսօր իրենց իրավունք են վերապահել ձևական իմաստով իրավական պրոցեսներ նախաձեռնելու ու ինչ որ արարքների մեջ մեղադրելու հայ առաքելական եկեղեցուն։ Ավելի պարզ ու ավելի հստակ ասեմ, թե այսօր ինչա կատարվում։ Այսօր հայ քրիստոնյա լինելը դատապարտելի է, որովհետև հայկական պետությունը այսօր զավթված է։ Հայաստանի քաղաքացիները մեր ողջ պետության, ազգային ինքնության հետ միասին այսօր պատանդարված են այդ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, որ այստեղ կառավարիչ է նշանակել Նիկոլին։ Բոլորիս մի ուղերձ ունի, ասում է հանգիստ վերընկեք տեղներդ, ինչա նշանակում դա ես կբացեմ։ Մոռացեք ձեր ինքնությունը, մոռացեք ձեր ազգությունը, մոռացեք, որ դուք հայկական պետությունում եք ապրում, որտեղ սա տարածք է թուրքի ու ադրբեջանցու համար, եւ այստեղ խնդրում եմ չբանեցնեք ձեր հայկական ինքնության հետ կապված որևէ նոտա։ Սրա մասին է, եւ սա իրականում շատ պարզ պիտի ասել ու այս բառերից չխուսափել ինչ որ անհասկանալի բարեկրթության կամ չգիտեմ ճշմարտությունը չասելու այս նոտաների տակ շատ պարզ է ամեն ինչ, սա ստորություն է եւ նվաստացման տեսարաններ է բեմադրված յուրաքանչյուրիս համար։ Սա նվաստացման տեսարանը, որը բեմադրել է Նիկոլ Փաշինյանը, զավթած լինելով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ու այսօր պատժելով յուրաքանչյուրիս։ Պետությունը եւ հայկական պետությունը այսօր վերականգնման կարիք ունի։ Թույլ տվեք ես առիթից օգտվելով նաեւ ասեմ, որ ուղղակի նողկում եմ այսօր իրանց քննիչներ ու դատախազներ հայտարարած այն մարդկանցից, ովքեր ծառայում են Նիկոլին։ Նողկում եմ ու նաեւ միևնույն ժամանակ խղճում եմ։ Նողկում եմ, որտեղ շատ լավ հասկանում եմ, որ իրենք ուղղակի աղավաղում են եւ ամեն ինչ անում են, որպեսզի հայկական պետականությունը չլինի։ Շատ իրենց խղճում եմ մի պարզ բանի համար, որտեղ գիտեմ ու տեսել եմ բազմաթիվ անգամներ, դուք եք դրան ներկան եղել, թե ինչպես է Նիկոլը օգտագործում ու շպրտում հայկական ինքնությունը դավաճանածներին, իրեն ծառայողներին, էական չի, իր համար ծառայած անձը հետո արժանանալու է իր կողմից դավաճանված լինելուն, օգտագործված եւ շպրտված լինելուն։ Եթե իրենք իրենց համար սա են ընտրել, շատ լավ, թող շարունակեն այդ ճանապարհով, բայց այսօր հենց մի քանի վայրկյան առաջ այստեղ տեղի ունեցած աղոթքը, հայ ժողովրդի կողմից հղած աղոթքը չի կարող ուղղակի անարձագանք մնալ։